Ստաբար Փաշինյանը չէր հանձնելու, բայց ելնելով այն տրամաբանությունից, որ առանց արտաքին միջամտության պես իրավիճակը հնարավոր չի փոխել, ես կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, որը խիստ շահագրգիռ է այս տարածաշրջանի համար, իր շահերից ելնելով առաջին հերթին, ասենք 3 նախագահներ ունեն եւ հեղինակություն, եւ կշիռ, եւ կապեր, եւ իրենք մեր ռազմավարական դաշնակցի որոշ կառույցների պատասխանատու անձանց հետ կոնսուլտացիաներ են անցկացնում։ Ընդ որում ասեմ, ես անուղղակի ասեմ, միգուցե ինձ լսողների համաձայնվեն կամ ոչ, բայց դա իմ կարծիքն է, սուբյեկտիվ, երբ Հայաստանում էր Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, ըստ իս ինքը եկել էր մեկ անգամ եւս Հայաստանում ընդդիմությանը կոչ անելու, ինչ որ իշխանություններ ինքը գնահատական տվեց, Արցախ իշխանությունն է հանձնել փաստարկված, ասեց 22 թիվ հոկտեմբերի 6 Պրահա։ Եվ այս տարածքները, որ մեզանից օտարվում է, եւս իշխանության, մեղքով է։